Ողջույն սիրելիներս, այսօր ուզում եմ պատրաստել լամաջո, մեր հայկական ձևերով շատ սիրված, մեզ հարկավոր է լինելու 1 կիլոգրամ միս, այստեղ սև բիբար, կարմիր բիբար, աղ, տոմատ, որը ես ինքս եմ պատրաստել տանը, սոխ, մի քանի բջեղ սխտոր, մարդիկ շատ են լցնում, բայց դա թթվածնում է ֆարշը, որտեղ խորհուրդ չեմ տա, որ շատ լցնեք սխտորը, և առատ կանաչեղեն։ Հիմա մենք այս բոլորը կաղանք։ Ավելացնում ենք սև բիբար, մի քիչ առատ, որպեսզի մի փոքր կծու լինի, որովհետև մեր ընտանիքում բոլորը սիրում են կծու։ Եվ կարմիր բիբար, տոմատը արդեն լցրել եմ, մի քիչ էլ միս եմ ավելացրել, որպեսզի իրար հետ համասեր խառնվի։ Նորից աղում ենք։ Ավելացնում ենք ջուր, որպեսզի խմորի վրա կարողանանք տարածել ֆարշը, մի քիչ պետք է ջրիկ լինի։ Տեսեք ֆարշի գույնը։ Ահա։ Այսպիսի գույն պետք է ունենա ֆարշը, սա կավելացնենք մնացած մսի վրա և լավ կխառնենք։ Ավելացնում ենք աղը ըստ ճաշակի, ամեն մեկը իր բերանի համով, ոնց որ հայերն են ասում, և քանի որ միսը խառնել ենք ֆարշին, գույնը բացվել է, ավելացնում ենք ևս մի քթալ, 2 քթալ կարմիր բիբար։ Եվ այսպես երեխեք ջան պատրաստ է մեր լամաջոյի ֆարշը։ Մնացածը կցույց տամ, երբ որ արդեն թխելուց լինեմ։ Խմորը պատրաստել եմ նախապես և հիմա կհունցեմ ու կգնդեմ խմորը։ Մնացածը հաջորդ մասում։